Հարգելի հայրենակիցներ, հայրենական մեծ պատերազմ տարած հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ պատիվ ունեմ խմբակցության շրջանառած ՀԱԺ հայտարարության տեքստի նախագիծը տարբեր քննարկումների եւ շարժումների առիթ դարձավ։ Թեև տեքստը հիմնված էր պատմական աներկելի իրողությունների, այդ հաղթանակում սերունդերի ինստիտուցիոնալ կապի եւ պատմական հիշողության հիման վրա, սակայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այն քննարկվեց լրիվ այլ կոնտեքստում՝ գեոպոլիտիկ շահերի բախման, պատմական փաստերի խեղաթյուրման եւ թեմայի շբխող երրորդական մեկնաբանությունների համատեքստում։ Այդ օրերին պատմական նշյալ փուլի իրադարձությունների վերաբերյալ իշխանության քարոզչամեքենայի հրահրած, այսպես կոչված այլընտրանքային մոտեցումները սպասելի են դարձնում իշխանության այս հարցում, այս հայտարարության մասով ունեցած դիրքորոշումը, սակայն կան հարցեր, որոնք ինչ էլ անես, մեկ է, մնալու են որպես պատմական եւ այն խմբագրել հնարավոր չէ։ Իշխող ուժին եւ որոշ աշխարհաքաղաքական ուժերի ազդեցության տակ գտնվող մարգինալներին մի կողմ դրած հասարակական քաղաքական դաշտում կան արդյոք քիչ թե շատ ճանաչված ուժեր կամ գործիչներ, ովքեր կարող են կասկածի տակ դնել հայրենական պատերազմում տարած հաղթանակի կարևորությունը եւ դրանում հայ ժողովրդի ճակատագրումը։ Կան մարդիկ, ովքեր կարող են ուրանալ հայ ժողովրդի տարբեր հատվածների, Հայաստանի, Սովետական միության այլ հանրապետությունների եւ դրանից դուրս գտնվողների մասնակցությունը մեծ հաղթանակի գործում։ Կարծում եմ, եթե նույնիսկ կա էլ, ապա խիստ աննշան թիվ են կազմում եւ նրանց ձայնը ճնշող մեծամասնության դիրքորոշմամբ խլանում է։ Իդեպ նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ բուն տեքստի հետ կապված որևէ պաշտոնական առաջարկ չի ստացվել, սակայն տեքստը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում բացական եզրակացություն է ստացել։ Ամենաանհետե դիտարկումների նոմինացիան շատ թեժ էր, սակայն կարծում եմ, որ առաջին տեղում այն ճակերտավոր հակափաստարկներ, որ հաղթանակի կամ տոնական օրերի հետ կապված վերջին տասնամյակում ՀԱԺ հայտարարության տեքստեր չեն ընդունվել, դրանք որպես կանոն եղել են ողբերգությունների եւ հիշատակումների դեպքում, ուստի ՀԱԺ-ում նման մշակույթ չկա։ Այսինքն այն ինչ որպես գործիք ամրագրված է օրենքով, իշխանության համար ունի զորական արժեք, իսկ կարևորը կամայական մոտեցումն է, թե բա նման նախադեպ կամ մշակույթ չունենք։ Ինչևէ այս նախագիծը ոչ միայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետք է դրական եզրակացություն ստանար, այլ լիագումար նստում քննարկվի եւ դրական ձայների արժանանա, քանի որ խոսք է գնում մեծ հաղթանակի, դրանում հայ ժողովրդի ու նրա զավակների զգալի ավանդի եւ դրա անհերքելի փաստերի մասին, որոնք ողբերգական թվացող ապագայից վերածվեցին հույսի, լույսի, հաղթանակի ու այս տարածաշրջանում հայերի գոյության պահպանման ու վերելքին։